Չեք տեսնում Իլխամ Ալիևը ոնց է խոսում ռուսների հետ։ Չեք տեսնում։ Չեք տեսնում, որ նա բացահայտ չգնաց Մոսկվա 80-ամյակին, որովհետև չէր ուզում, որպեսզի Ռուսաստանի հովանու ներքո տեղի ունենան բանակցություններ, ուզում էր, որ Միացյալ Նահանգների հովանու ներքո դա տեղի ունենա, դրա համար չգնաց։ Այսինքն ոչ թե Նիկոլ Փաշինյանը ձախողեց այդ ծրագիրը ռուսների, այլ Իլխամ Ալիևը, բացի դրանից Իլխամ Ալիևը բացահայտ կամահարանքով իրանք բոլորը միլի մեջ, գիտեք ինչ, երբ որ Իլխամ Ալիևը հայտարարում է, որ քանի որ Ադրբեջանը օգնել է Ուկրաինային եւ տարբեր եւ հումանիտար եւ զենքեր եւ այլն եւ տարբեր եւ վառելանյութ օգնել է Ուկրաինային, Ադրբեջանին պետք է այդ օգնությունը փոխհատուցվի այն միջոցների հաշվին, որոնք Ռուսաստանը պահեստավորել էր եվրոպական բանկերում, մասնավորապես Բելգիայում։ Այդ Ռուսաստանի միջոցների այնտեղ պահեստավորված ավուարների հաշվին պետք է ուրեմն այդ ավուարներից պետք է փոխհատուցվեն Ադրբեջանի ջանքերը օգնելու Ուկրաինային։ Պատկերացնում եք ինչ դա ռուսները գժվել էին դա։ Այդ հիմա, պարոն Հովհաննիսյան, մենք խոսում ենք 2020 թվականին։ Չէ, իհարկե 20 թվականին նա Բայրամովին, որը կրթության նախարար էր, ես զբաղված էր որպես կրթության նախարար ռուսական դպրոցներ բացելով Բաքվում եւ դրանք բազմապատկեց այդ դպրոցների թիվը, նա այդ Բայրամովին նշանակեց արտգործնախարար, որպեսզի այդ իմիջով որպես ռուսոֆիլ նա կարողանա ռուսներին հետ լեզու գտնել եւ այլ նա ամեն ինչ էր անում այն ժամանակ մինչեւ օպերացիան որպեսզի կանաչ լույս ստանա եւ ստացավ եւ այդ իր քայլերը արդյունավետ էին ինքը շատ հմտորեն խափեց դա գցեց ժողովրդական լեզվով ասած Մոսկվային իհարկե դրանից հետո կանգնացեց փաստի առաջ ասելով ռուսական արտահայտություն կա ուժեականная услуга мало чего стоит արդեն ուրեմն մատուցած ծառայությունը արժեք չունի Ռուսաստանը այդ ծառայությունը մատուցել է դրա դիմաց ակնկալում էր ստանալ հավատարմություն Ադրբեջանի կողմից բայց իրականում ստացավ 3 մատից կոմբինացիա եւ այնինչ այնտեղ եւ բացի դրանից դուք չեք տեսնում որ Իլխամ Ալիև Փաշինյան պայմանավորվել են այսինքն Իլխամը այդ քայլերը այդ կոշտ վարկագիծը Ռուսաստանի նկատմամբ դրսևորելով իհարկե այդ հարցում երաշխիքներ ստացել որ Նիկոլ Փաշինյանը եւ Հայաստանը չեն օգտվի Ռուսաստանի փորձերից վերախաղարկել իրավիճակը ավելի բաց եք, հա? Ինչպես կարող է Հայաստանը պլացդարմ դառնալ ռուսների համար։ Շատ հասարակ, ռուսները հրավիրում են, դուք նայում եք երևի YouTube-ում, ասենք այս ամիսներին, այս վերջերս նամանավանդ ավելի ինտենսիվ կերպով, ամբողջ 25 թվականի ընթացքում անընդհատ նյութեր էին, որ արցախցիները մեծ ցույցեր են կազմակերպում Երևանում, որ ուրեմն հայերը չեն ների, որ այսպիսի բան է ռուսերենով գնում էր փաստորեն ջանքեր էին գործադրվում հիբրիդային եղանակով, որպեսզի ալիք բարձրացնեն Հայաստանում Ադրբեջանի դեմ եւ ըստ էության բացահայտվեց այն, որ ռուսները երևի ոչ պակաս շահագրգռված են մեր ընդդիմությունից ոչ պակաս, որպեսզի Արցախյան հարցով ալիք բարձրանա եւ նաեւ կոչ էին անում շարունակել Արցախյան ուրեմն շարժումը եւ այլն, այս բացահայտ, տարբեր վերլուծաբաններ, տարբեր էմիսարներ, տարբեր մարդիկ հասկանում եք, որ հայ ժողովուրդը չիների, հայ ժողովուրդը Այսինքն սա ոչ թե Փաշինյանի իշխանության դեմ էր, դուք համարում եք սա Ադրբեջանի դեմ էր այդ ալիքը բարձրացվում Այդ ալիքը բարձրացվում էր Փաշինյանի դեմ պաստոլկու Փաշինյանը պայման այնքանով որքանով որ Փաշինյանը հասկանալի է, չէ, պայմանավորվել է Ալիևի հետ,
որ փակի Ղարաբաղյան շարժման էջը։ Այդ չափով։ Իսկ փակել Ղարաբաղյան շարժման էջը ես իմ ելույթներում, նաև ռուսերեն ելույթներում, որպեսզի դա տեղ հասնի, իրանց էլ հասնի։ Քանից ասել եմ, չէ՞ որ հա մենք հայերս այսօր գիտակցում ենք, չէ՞ որ 250 տարի Ռուսաստանը ապահովել է իր ազդեցությունը, բացառիկ ազդեցությունը Կովկասյան տարածաշրջանում, ի շնորհիվ այն մեխանիզմի, որը ինքը կարողացել է ձևավորել եւ օգտագործել, այսինքն հայ-թուրքական հակամարտության մեխանիզմի, հայ-թուրքական, հայ-մահմեդական ուրեմն հակամարտության մեխանիզմի շնորհիվ, որովհետեւ եթե նրանք գիտեք ինչ ամենասարսափելի Ռուսաստանի համար, գիտեք ինչն էր, ամենասարսափելի Ռուսաստանի համար, ինչը բացահայտվեց 25 թվականին ցայտուն կերպով, բայց մեր վերլուծաբանները դա մասին չեն խոսում, ես երևի էլի դուք խոսեք, ասեք, ինչ եք բան եմ ասում, թող լսեն նաև ունկնդիրները, ուրեմն այստեղ շատ պարզ մի բան երևաց, որ ռուսները այս մեխանիզմը կարևորելով սարսափելի ցնցումների մեջ են հայտնվել այն առումով, որ տեղի ունեցավ այն, ինչը իրենք չէին սպասում, որ տեղի կունենա, որ Հայաստանը սկսեց խոսել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ առանց միջնորդների։ Հայաստանը Ադրբեջանի հետ սկսեց խոսել առանց միջնորդների, ընդհանրապես առանց միջնորդների։ Հասկանում եք, միջնորդական դերը դա այն լծակն էր, որը Ռուսաստանը օգտագործում էր, որ այն էլ այս իր համար դժվար իրավիճակում պահի իր ազդեցությունը հարավային Կովկասում, այդ միջնորդության լծակը։ Հիմա այդ միջնորդության լծակը ինքը կորցնում է, որովհետև Փաշինյանը հայտարարում է, որ մտադիր չի միջնորդությունից օգտվել Ռուսաստանի եւ ուղիղ է խոսելու Իլխամ Ալիևի հետ, Իլխամ Ալիևը նույնպես ողջունում է դա եւ պատրաստակամությունը հայտնում եւ վերջում էլ ստացվում է այնպես, որ Տրամպը առաջինը իմիջայլոց, հիշում եք այդ նկարը, այդ երբ որ օգոստոսի 8-ին Սպիտակ տանը օվալային կաբինետում ուրեմն ձերքի տվեցին եւ ձերքմումով արձանագրեցին հաջողությունը այդ ուրեմն բանակցությունների եւ այդ շփման Թրամփի հովանու ներքո առաջինը ով վեր կացավ եւ ձերքը մեկնեց Իլխամ Ալիևը։ Եթե նայեք ուշադիր, առաջինը նա է վեր կենում, ձերքը մեկնում։ Փաշինյանը արձագանքում է, Թրամփն էլ իր ձեռքը դնում է վրան, շատ խորհրդանշական կադր է, դա երևի կադր կարելի ասել ուրեմն դարի կադր, իսկապես դարի կադր։ Լավ։ Եվ սա Ռուսաստանի համար շոկային իրավիճակ էր։ Իսկ հետո երբ որ պարզվեց, որ դա ամենևին էլ Թրամփի PR ակցիան չի, այն ինչ որ ես էլի մեր զրույցների ժամանակ ասել եմ, հարգելի Գայանե, ասել եմ, չէ՞ որ սա ոչ թե Թրամփի մայրուղին է, ոչ թե Թրամփի ծրագիրն է, այլ սա Միացյալ Նահանգներ պետության ծրագիրն է, որի սկիզբը 90-ական թվականներին էր, 90-ական թվականներին։ Այս ծրագրի մասին ես առաջի անգամ լսել եմ 90 թվականին Ժիրայր Լիպարիցյանից, այ դուք կարող եք հրավիրել ակադեմիկոս Գևորգ Պողոսյանին, իմ լավ ընկերոջը, սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ, Փիլիսոփայության ինստիտուտի նախկին տնօրեն։ Այո, Փիլիսոփայության ինստիտուտի տնօրեն, 90 թվականին նա փոխտնօրեն էր, Փիլիսոփայության ինստիտուտի փոխտնօրեն էր, տնօրեն Էկմալյանն էր, ուրեմն նա
ինձ տեղեկացրեց, որ Ժիրայր Լիպարիտյանը ցանկություն ունի ինձ հետ հանդիպել, զրուցել եւ հրավիրում է ինձ ճաշկերույթի։ Ժիրայր Լիպարիտյանը այն ժամանակ առաջի ամերիկացին էր, դեռևս խորհրդային միության օրոք, որը նշանակվել էր բարձր պաշտոնի խորհրդային հանրապետություններից մեկում, կոնկրետ Հայաստանում։ Այն ժամանակ ոչ մի հանրապետությունում 90 թիվն էր, գոյություն ուներ խորհրդային միությունը։ Եվ Ժիրայր Լիպարիտյանը նշանակվել է վերլուծական կենտրոնի ղեկավար։ Չէ, ժամանակ Գերագույն խորհուրդ էր, դեռ նախագահական ընտրություններ չեն եղել, Լևոն Տեր-Պետրոսյանը նախագահն էր արդեն Գերագույն խորհրդի, իսկ ընտրվել էր նախագահ եւ առաջի քայլով Ժիրայր Լիպարիտյանին հրավիրել էր եւ նշանակել էր վերլուծական կենտրոնի ուրեմն նախագահությանը կից Գերագույն խորհրդի վերլուծական կենտրոնի ղեկավար։ Եվ ես էլ շատ էի գրում, բոլոր թերթերը իմ հոդվածներն էին, ես կարելի ասել այն ժամանակ միակ քաղաքագետն էի, որ իսկապես ինքեր ուներ ասելու, որ ինքը դա է, որտեղ Եվ Լիպարիտյանի Եվ Լիպարիտյանը հրավիրում այն բանի Պողոսյան Գևորգի միջոցով հրավիրում է Արարատ ռեստորան, գիտեք, հրապարակի վրա, հրապարակում հին լավ հիմա չկա, հին լավ ռեստորան։ Նկուղային է հայտնի։ Նկուղային, այո, սքանչելի տեղ էր երևանցիներից համար։ Եվ այնտեղ ուրեմն ճաշկերույթի ժամանակ ասում է, որ առաջարկություն է անում, ասում է արի ինձ տեղակալ այդ վերլուծական կենտրոնում տեղակալ նշանակեմ եւ նաեւ շարադրում է ծրագիրը, որ այս Ղարաբաղյան թեման, այս Ղարաբաղյան հարցը, այս Ղարաբաղյան էջը պետք է փակել, նավթամուղները, գազամուղները, կոմունիկացիաները կանցնեն մինչ պատերազմական շրջաններ 90 ասացիք։ Հա, 90 մինչ 91-ը։ Հա, մինչ պատերազմյան ո՞նն է, շարժումը թափով 88, 89, 90։ Այսինքն շարժումը հաղթել է, որտեղ հաղթել է, Ղարաբաղ կոմիտեն դարել է իշխանություն, Լևոն Տեր-Պետրոսյանը զբաղեցրել է Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնը եւ ինքն էլ նախագահի խորհրդականն է, երկրի ղեկավարի խորհրդականն է, վերլուծական կենտրոնի ղեկավարը եւ ասում է պարզ, ասում է սա պետք է փակել, ինչու, որովհետեւ սա մեզ տանում է փակուղի, դա տանելու է փակուղի, վերելու է փակուղու, պետք է էսեջը փակել եւ գազամուղները, նավթամուղները անցնեն։ Ես դες ուրիշ բան էլ ասեմ, Վազգեն Մանուկյանը փակ մամուլի ասուլիսի ժամանակ, այն ժամանակ նա նշանակվեց արտաքին լիազորություններով, արտակարգ լիազորություններով վարչապետ, արտակարգ լիազորություններով Տեր-Պետրոսյանի առաջարկությամբ, ես էլ այն ժամանակ որպես հրավիրված յուր, որպես ուրեմն քաղաքագետ հրավիրում էին, նստած այնտեղ լոժայում, առաջարկեց մատնանշելով, որ նա գնացքից թռչելու ժամանակն է, հայտնի հոդվածաշարի հեղինակն է, այդ Վազգեն Մանուկյանը, այդպիսի հոդվածաշար էր գրել, հոդված էր գրել մեծ վերլուծական, իհարկե շատ հետաքրքիր հոդված է, դա հատուկ խոսակցության նյութ է, բայց այն ժամանակ, երբ որ նշանակվեց վարչապետ Վազգեն Մանուկյանը, ես հիշում եմ ուրեմն փակ մամուլի ասուլիս էր հրավիրել միայն արտասահմանյան լրագրողների համար, միայն արտասահմանյան լրագրողների համար եւ ուրեմն այդ մամուլի ասուլիսում, ես դիմել էի Կորյուն Խումարյանին, լուսահոգի Մայակի, որը նույնպես արտասահմանյան լրագրողի ռուսական մայակներ, հա, եւ ինքը Վազգեն Մանուկյանը այդ մամուլի ասուլիսը ռուսերենով էր։ Եվ ինչ էր ասում։ Ուրեմն խնդրեցի, որպեսզի Խումարյան Կորյունը ձայնագրի, դիկտաֆոնի վրա ձայնագրի եւ հետո տա ինձ։ Որ ես իմանամ ինչա խոսքը։ Նա ձայնագրելա տվել է, այդ ձայնագրությունը փոքր սենց դիկտաֆոնային կասետով իմ մոտ հիմա էլ կա, եթե մենք նորմալ ԱԱՑ ունենայինք, որ իսկապես այդ արխիվները պետք է պահել, չէ, ունենա եւ այլն, ոչ միայն Նաիրի Հունանյանին չեն բան արել, ձայնա լսել, այլ նաեւ տեսեք, այս կարգի փաստերը, օրինակ ինձ մոտ կա, թող կան էլեկտրոնային մշակման ենթարկեն, շատ հետաքրքիր է։ Վազգեն Մանուկյանը հայտարարում է ռուսերենով,
Ղարաբաղ принадлежит Ադրբեջանу։ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին։ Այո, ռուսերենով ասում էր Վազգեն Մանուկյանը, ռուսերենով, Վազգեն Մանուկյանը, այո, ուրեմն ինձ մոտ այդ կասետը կա, այսինքն այդ ծրագիրը, որ պետք է փակել այդ հարցը, նաև դրա մասին գիտեր Ղարաբաղ կոմիտեն, որ այդ ծրագիրը Տրասեկա, հիշում եք ծրագիր կար այդ բաները, որ կոմունիկացիաները անցնեն Հայաստանով, այսինքն այդ ծրագրերը եղել են 90-ական թվականներին, ես ինչ պատասխանեցի Ժիրայր Լիպարիսյանին, կարող է Գևորգ Պողոսյանը ասել, որ ես ասացի, ուրեմն էշ նստելը մի այի բա, էշից իջնելը երկու այի բա։ Եվ նույնը ես իմիջիալոց մեր մեծ նկարիչ Գրիգոր Խանջյանին, որի օգնականն է ես, որպես նա ԽՍՀՄ-ի դեպուտատ էր, նույնը այն ժամանակ Մոսկվա հյուրանոցում ասեցի Գրիգոր Խանջյանին, եւ որ նա ասում էր, համայակ ասա ճիշտ էր, որ մենք էս սկսեցինք։ Ասեցի սխալ էր։ Չպետք է սկսեինք, որտեղ մի անգամ արդեն, երբ որ կայսրությունը գալիս է փլուզման ժամանակաշրջան, վայրի վերումներ են տեղի ունենում, մենք հայտնվել ենք փլատակների տակ։ Աստված մեզ խնայեց, մենք կարողացանք դուրս գալ այդ փլատակների տակից։ Մենք կարողացանք դուրս գալ, չեմ ասի հաղթանակով, որովհետև հաղթանակ չի եղել առաջին Ղարաբաղյան պատերազմ։ Հաղթանակը այն է, երբ որ քո հակառակորդը ճանաչում է քո արդյունքը, պատերազմի արդյունքը։ Այ հիմա Իլխամ Ալիևը հաղթել է։ Որովհետև տեսել է մեր սխալը, որ մենք չենք հասցրել դրան գործը։ Եթե չեն ճանաչում քո հաղթանակը, բացի քեզնից ոչ ոք չի ճանաչում։ Ոչ միայն քո հակառակորդը չի ճանաչում, այլ միջազգային հանրություն կոչվածը չի ճանաչում։